Մինչ ամբողջ աշխարհը հունվարի 1-ին նշում է Նոր տարին, հունվարի 2-ին էլ իմ տարեդարձը, Հին Հայաստանում Նավասարդը Նոր տարին նշվում էր օգոստոսի 11-ին։ Նավասարդ բառը նշանակում է Նոր տարի, այն հին տոմարով առաջին ամիսն էր և տևում էր օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 9-ը։ Ըստ ավանդույթի այն խորհրդանշում էր Հայկ Նահապետի հաղթանակը բելի դեմ։ Նավասարդ տոնը նաև երիտասարդների և հարսանյաց ծեսերի տոնն է համարվում, քանի որ համընկնում էր բերքահավաքի ամենաառաջ շրջանում, տոնը նշում էին մեծ ճոխությամբ։ Ուզում եմ պատմել մի հետաքրքիր սովորույթի մասին, որին անդրադարձել է պատմաբան Վահե Լորենցը։ Եվ ուրեմն Նավասարդի գիշերը նշանված աղջիկները գլխաշորի մեջ անուշեղեններ և նվերներ էին հավաքում և սիրելի տղայի տան երթիկից կախում էին։ Եթե բարեկամներին, հարազատներին հաջողվում էր աղջկան բռնացնել, նրան տանում էին տուն, հյուրասիրում էին, նվերներով ճանապարհում էին աղջկա տուն։ Իսկ այն աղջիկները, ովքեր չունեն փեսացու, ուղղակի իրենց բարեկամների երթիկներից էին անուշեղեններ կախում։ Իսկ թե ինչ ավանդական ճաշատեսակներ էին մատուցում Նավասարդի տոնին, մեկնաբանությունների հատվածում փորձեք գուշակել ինքներդ։ Իսկ սա Անիաս Էջն է և ես Անին։ Ավելի հետաքրքիր փաստեր հայերի մասին իմանալու համար հետևիր Էջին։